Ինչպես կորակեք այն, որ մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն այսօր անազատության մեջ է քաղաքացիների կողքին լինելու համար։ Դիտեք, այս ամեն ինչը իրավաբանության հետ կապ չունեցող մի բան է, սա հերթական քաղաքական ռեպրեսիան է։ Նու այսպես ներկայացում Ռուբենը ինքը որպես փաստաբան գտնվելով այնտեղ ուղղակի բերման է ենթարկվել, որից հետո իմ ենթադրությամբ նրան առաջադրվել է մեղադրանք։ Բոլոր տեսանյութերը փաստում են այն մասին, որ Ռուբենի գործողություններում չկա նույնիսկ նշույլ, որ Ռուբենը ինչ-որ անօրինական գործողություններ է կատարել։ Ու ես հույս ունեմ ամեն դեպքում, որ դատարանը կգտնվի իր բարձունքի վրա, հույսը քիչ է, բայց դատարանը պետք է գտնվի իր բարձունքի վրա ու Ռուբենին դատարանի դահլիճից միանգամից ազատ արձակի։ Ըստ մեղադրանքի նա մասնակցել է զանգվածային անկարգություններին։ Դուք այնտեղ անկարգություն տեսել եք թեկուզ տեսանյութերով։ Դիտեք, մենք ապրում ենք այն իրավիճակում, որ հիմա դուք ինձանից հարցազրույց եք վերցնում, բայց այս պահին մի րոպե հետո կարող է մոտենան ինձ ու ասեն, ես չգիտեմ ինչ եմ արել։ Զարմանալու ոչինչ չկա այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ չխոսելու, լռելու կամ բարևելու համար մարդկանց կարող են սկզբից ձերբակալել, հետո որոշեն իրանց կողմից նախընտրելի մեղադրանքը ու մարդուն միջնորդեն կալանավորման։ Ըստ եթե գործը հասնի դատարանը ինչպիսի որոշում կկայացնի։ Բնականաբար եթե լինի նորմալ դատավոր, ով գործ կունենա իրավաբանության հետ, մի քանի րոպե հետո ինքը պետք է կարդալով գործը, ինքը պետք է որոշում կայացնի դատարանի դահլիճից ազատ արձակելու։ Բայց այստեղ շատ Մենք այսօր ունենք նման դատավորներ։ Նման դատավորներ վստահաբար կան, ես չգիտեմ թե գործը որ դատավորին կմակագրվի ու ինչ կանի, բայց ելի եմ ասում, ես հույս ունեմ, որ դատավորը կգտնվի անաչառ ու դատավորը կգործի բացառապես օրենքի ու իրավունքի դաշտում։ Ինչպես եք պայքարելու ձեր թիմակցի ազատության համար։ Բոլոր հնարավոր օրինական միջոցներով մենք պայքարելու ենք ոչ միայն մեր թիմակցի տվյալ դեպքում ազատության համար, այլ բոլոր այն հայերի համար, ովքեր քաղաքական այլ հայացք ունենալու պատճառով այսօր գտնվում են անազատության մեջ, սկսված սրբազան հայրերից, Սամվել Կարապետյանից եւ այլ քաղաքացիներից, որոնք ուղղակի անհիմն գտնվում են անազատության մեջ։ Մենք պայքարելու ենք, կրկնում եմ նորից, բոլոր հնարավոր օրինական միջոցներով։